Կրչյան, հարցս տենց ուղղակի չի վերաբերում ձեր ներկայացրած նախագծին, բայց ձեր ոլորտի խնդիրներն է վերաբերում տասնյակ հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մասնավորապես նաև Երևան քաղաքի բնակիչներ, էական դժվարություններ են ունենում փաստացի բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք ստանալու հետ կապված։ Ես այդ վերջերս հենց իմ օրինակով փորձեցի խնդիրը ավելի մանրամասն պարզել։ Այսինքն նախ այդ տեղեկանքը տալիս է թիմը, օրինակ վարչական շրջանը, հետո պարզվում է, որ այդ վարչական շրջանը այդ տեղեկանքը տալու համար ասում է գնա հարևաններից հետ հայտարարություններ բեր, ասենք 4-5 հարևանից հայտարարություն բեր, որ դու այդ գրանցված հասցեում փաստացի բնակվում ես։ Աբսուրդ է, որովհետև այդ տեղեկանքը նախ նպատակի առումով ոչինչ է, որտեվ այդ գրել ստորագրել դեռ չի նշանակում, որ այդպես, հետո հասկանալի չի, այսինքն եթե մարդը հայտարարություն է տալիս, որ այդտեղ ապրում, ինչի չեք հավատում, ասենք պետք է գնա ինչ-որ տեղեկանքներ հավաքի եւ մեկ էլ էս թվայնացման աշխարհում, այսինքն դուք չեք տիրապետում այդ բազաներին կամ եթե ճշտելու խնդիր կա, ի վերջո ոստիկանություն կա, համայնքային ոստիկանություն կա, ինչքան ասես լիքը ոստիկանություն կա, լիքը ծառայություններ գնան զբաղվեն անեն, ոչ թե մարդկանց Հատեվոսյան ավարտեք։ Շնորհակալություն։ Պարոն Ավետիսյան, եթե չեմ սխալվում, փաստացի հաշվառման վերաբերյալ տեղեկանքը անձնագրային ծառայություններն են տալիս եւ այստեղ թվային, այսպես ասած, բազաներ չկան եւ չեն կարող լինել, քանի որ անձիկ հաշվառվում են մի հասցեում եւ դա թվանացված եւ դատաբազայում արկա է, բայց այլ հասցեներում քաղաքացին ըստեյության ազատ է բնակվելու, բայց այս առումով ասեմ, որ մենք բավականին պրոցեսը արագացնելու համար թվային գործիք ենք ստեղծել, որը անձնագրային ծառայության եւ համայնքային ոստիկանության տարածքային բաժնի կապն է օպերատիվ շատ ապահովում, որպեսզի արագ պարզվի անձի փաստացի բնակվելը տվյալ հասցեում եւ շատ արագ մատչելի մենք սպասարկում ենք քաղաքացիներին այս առումով։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Նախ արձանագրեմ, որ տալիս է վարչական շրջանը, 2 օր առաջ եմ վերցրել այդ տեղեկանքը, մոտս է, հիմա եթե սխալ են տվել կամ մենակ ինձ են տվել, այդ չգիտեմ, երկրորդը դուք շատ արագ եւ ոնց եք ասում, արդյունավետ չեք սպասարկում, ես իմ օրինակով եմ ասում եւ բազմաթիվ քաղաքացիների, խնդիրն էլ տասնյակ հազարավոր մարդկանց է վերաբերում, այդպիսի տեղեկանք ամենատարբեր տեղերից պետք են, բանկից մինչև վայնկոմատ, չգիտեմ, այստեղից մինչև այնտեղ, այս խնդիրը կարևոր խնդիր է եւ իրականում, ասում եմ, այն լուծումը, որով դուք հիմա առաջնորդվում եք, ոչինչ չի տալիս, այսինքն այդ հարևանի տված հայտարարությունը ոչ մի բան է եւ հետո, ասենք, ձեր իշխանություններ չի ասում, այսինքն ինչի պիտի մարդուն քաղաքացուն դուք չհավատաք, եթե հայտարարություն է տալիս քաղաքացին Հայաստանի Հանրապետության, որ այդտեղ է ապրում, ինչի չեք հավատում, ասում եք գնա, չգիտեմ, կամայական 4-5 հարևանից հայտարարություն բեր։ Սա է աբսուրդը եւ սա ժամ առաջ, օր առաջ լուծում է պահանջում, որը դուք պիտի անեք։ Պարոն Ավետիսյան, ճիշտն ասած միջև վերջ չհասկացա դուք ինչ տեղեկանք եք ստացել, բայց դուք էլ, եթե թույլ կտաք ավարտեմ, պարոն Ավետիսյան, դուք էլ ասում եք, որ վարչական շրջանից եք ստացել այդ տեղեկանքը, բայց հիմա հարցը ուղղում եք ներքին գործերի նախարար։ Կխնդրեմ այդ տեղեկանքը, եթե հնարավոր է ներկայացեք, ես հասկանամ ինչի մասն է խոսքը գնում, որպեսզի պատշաճ կարողանամ ձեզ պատասխանել։ Շնորհակալ եմ։